Իրաքի երկնքում ամերիկյան էպիկական կատաղություն անվամբ ռազմական գործողության ընթացքում ավելի կատաղի է եղել իրանական կողմը։ Պենտագոնը հայտարարել է միանգամից 2 ինքնաթիռի կործանման մասին, որոնցից երկրորդի լիցքավորող ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել է Իրանը։ Իրաքի ցամաքում էլ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 6 ֆրանսիացի զինվոր, 1 սպա սպանվել է։ Իրանական հարվածների ալիքի տակ է հայտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։ Դուբայի կենտրոնական հատվածում ներառյալ Բուրջ Խալիֆայի մոտակայքում հզոր պայթյուններ են լսվել։ Ականատեսները հայտնել են բնակելի թաղամասից բարձրացող ծխի սյուների մասին։ Ամերիկա-իսրայելական պատասխան գործողություններն էլ հիմնականում ուղղված են եղել Թեհրանին։ Իրանական Ֆարս լրատվական գործակալությունն առավոտյան հայտնել է մայրաքաղաքի որոշ հատվածներում հնչած պայթյունների մասին։ Բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։ Իսրայելական բանակը հայտնել է նաև, որ թիրախային հարված է հասցրել Բեյրութում Հեզբոլլահի գլխավոր անդամներից մեկին։ Միացյալ Նահանգները ժամանակավորապես թույլատրել է արդեն ծովում գտնվող ռուսական նավթի վաճառքը, հայտնել է Գանձապետական դեպարտամենտը։ Երկիրը չեղարկել է ռուսական նավերի վրա մարտի 12-ից առաջ բեռնված նավթի եւ նավթամթերքի վաճառքի վրա դրված պատժամիջոցները։ Զուգահեռաբար, սակայն, ռուսական կողմը չի կարող որևէ գործարք կնքել Իրանի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հրամայել է երկրի ռազմավարական նավթային պահուստից 172 միլիոն բարել նավթ բաց թողնել։ Այս վառելիքի գինը Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցի ֆոնին հասել է վերջին տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ կանխատեսել է, որ ամերիկյան տնային տնտեսությունները կարող են կործանվել նավթի գնի աճից։ Այաթոլլահ Սայեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել իր անդրանիկ պաշտոնական ուղերձով։ Նա ստանձնել է երկրի ղեկավարումը հոր Այաթոլլահ Ալի Խամենեիի մահից հետո, որը զոհվել էր փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի օդային հարվածների հետևանքով։ 55-ամյա Խամենեին դեռ 17 տարեկանում մասնակցել է Իրան-իրաքյան պատերազմին եւ համարվում է ռազմական գործողությունների վետերան։ Նա ստացել է բարձրագույն կրոնական կրթություն եւ տարիներ շարունակ ստվերային մեծ ազդեցություն է ունեցել երկրի անվտանգային համակարգի վրա։ Հատկանշական է, որ նոր առաջնորդն այդպես էլ չի հայտնվել էկրաններին եւ նրա խոսքը հեռուստատեսությամբ ընթերցել է հաղորդավարը։ Իր ուղերձում Խամենեին հարևանների հետ բարի դրացիության կոչերն համադրել է ամերիկյան ռազմակայանների վրա շարունակական հարձակումների սպառնալիքի հետ։ Որպես ճնշման գործիք նա հայտարարել է Հորմուզի նեղուցը փակ պահելու մտադրության եւ տարածաշրջանային դաշնակից խմբավորումների աջակցության մասին։ Թեհրանը մտադիր է վրեժխնդիր լինել Մինաբի դպրոցի հրթիռակոծության համար։ Ամերիկյան այդ հարվածի հետևանքով 100-ից ավել երեխա էր զոհվել։ Միաժամանակ առաջնորդը խոստացել է ֆինանսական փոխհատուցում տրամադրել պատերազմից տուժածներին եւ անվճար բուժօգնություն կազմակերպել վիրավորների համար։ Վերջում Այաթոլլահը երախտագիտություն է հայտնել զինվորականներին, որոնք կանխել են Իրանի մասնատումն ու օտարի տիրապետության տակ անցնելը եւ հավելել, որ ցանկացած պարագայում Իրանը թշնամուց փոխհատուցում է պահանջելու պատճառած վնասի համար։ ՄԱԿ-ն նահանջում է փետրվարի 28-ին սկսած պատերազմի հետևանքով Իրանում արդեն ավելի քան 3 միլիոն մարդ է տեղահանվել։ Ամերիկյան եւ իսրայելական զինուժը շարունակում է ակտիվորեն հարվածել Թեհրանին եւ երկրի այլ խոշոր քաղաքների ենթակառուցվածքներին։ Իրանական պաշտոնական աղբյուրները հայտնում են 1300-ից ավել զոհերի եւ բազմաթիվ քաղաքացիական օբյեկտների ավերման մասին։ Ի պատասխան այս գործողությունների Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Թեհրանը նաեւ փակել է Հորմուզի նեղուցը, վտանգելով համաշխարհային էներգակիրների մատակարարման կայունությունը։ Միջազգային հանրության հնչեցրած դատապարտող կոչերը դեռևս չեն բերել հակամարտության դեէսկալացիայի կամ կողմերի միջև երկխոսության։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունների վերջին տվյալները։ Ըստ պաշտոնական զեկույցի, ամերիկյան եւ իսրայելական հարվածների արդյունքում Իրանի տարածքում արդեն խոցվել է շուրջ 6000 թիրախ։ Ծովային գոտում վնասվել կամ խորտակվել են ավելի քան 90 իրանական նավ, որոնցից 60-ը պատկանել են ռազմածովային ուժերին։ Զեկույցում հատուկ նշվում է նաեւ 30-ից ավել ականապատ նավերի չեզոքացման մասին։ Ի պատասխան այս իրադարձություններին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սուր քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփի մոտեցումները։ Լարիջանին հայտարարել է, որ պատերազմում հնարավոր չէ հաղթել սոցիալական ցանցերում արված մի քանի գրառման միջոցով։ Իրանցի պաշտոնյան Վաշինգտոնի գործողությունները որակել է որպես սխալ հաշվարկ եւ խոստացել է շարունակել դիմադրությունը։
Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել է սինագոգի շենքի մեջ, ապա կրակ բացել։ Իրավապահները դեռևս չեն հաղորդել զոհերի կամ վիրավորների մասին ստույգ տվյալներ։ Ոստիկանությունը հորդորել է քաղաքացիներին խուսափել միջադեպի տարածքից քննչական գործողություններին չխոչընդոտելու համար։ Անվտանգության նկատառումներով հարակից բնակավայրերի դպրոցներն անցել են հատուկ պաշտպանական ռեժիմի։ Նահանգի ուժային կառույցներն ուժեղացրել են հսկողությունը նաև այլ կրոնական կառույցների մոտ։ Միչիգանի նահանգապետը դատապարտել է ատելության հողի վրա բռնության ցանկացած դրսևորում։ Հարձակման կոնկրետ դրդապատճառի եւ կատարողի ինքնության մասին պաշտոնական հավաստի տեղեկություններ դեռևս չկան։ Պաշտոնական Երևանը հրաժարվել է ռուսական մարդասիրական օգնությունից, որը նախատեսված էր Արցախից բռնի տեղահանվածների համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը Երևանից։ Այս տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայաստանի կառավարությունը պատճառաբանել է, թե երկրի իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունները, ինչպես նաև բարեգործությունը նախընտրական շրջանում։ Զախարովան նկատել է մեջբերում այս ամենը կարծես փորձ է մաքրելու երկրում Ռուսաստանի մասին որևէ հիշատակում։ 2025 թվականի հունիսից մինչև այս պահը Ռուսաստանը մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։ Այդ օգնությունը բաժանվում էր Եվրասիա հասարակական կազմակերպության միջոցով։ Ըստ Հայաստանի ներքին գործերի նախարարության 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հանձնումից հետո 115,365 արցախցի է բռնի տեղահանվել։ Սահմանադրական դատարանը մայր օրենքին համապատասխան է համարել Տաշիր Կապիտալին հեցի լիցենզիայից զրկելու որոշումը եւ մերժել է ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորների դիմումը։ Բարձր դատարանն անփոփոխ է թողել էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։ Ընդդիմադիր խորհրդարանականները սահմանադրական դատարան էին դիմել ոչ միայն հեցի վերաբերյալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ընդունած օրենքները հակասահմանադրական ճանաչելու հարցով, այլև միջնորդել էին կասեցնել օրենքի գործողությունը մինչև բարձր դատարանը որոշում կկայացներ։ Եկեղեցու պաշտպանության համար ազատությունից զրկված ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը վաղը կարող է վերացվել։ Փաստաբանների միջնորդությունը քննելու համար դատարանը մարտի 13-ին նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Իդեպ Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան նախաձեռնությունը այսօր ներկայացրել է իր հետազոտության արդյունքները, մասնավորապես խոսել Սամվել Կարապետյանի տնային կալանքի մասին։ Սարա Լի Սալի Ուինսթոնի կարծիքով մեջբերում դժվար է պատկերացնել ազատ եւ արդար ընտրություններ, երբ քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը հենց հիմա անազատության մեջ է։ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է իր արտահայտած խոսքի համար, ինչը լրջորեն վտանգում է քաղաքական գործընթացների արդարությունը, մեջբերման ավարտը։